Բարև սիրելի շախմատի համահայկական 5-րդ առցանց ճամբար մրցաշարի մասնակիցներ եւ բարի գալուստ հայկական վիրտուալ համալսարան։ Այսօր ձեզ հետ ես եմ կանանց միջազգային գրոսմաստեր Մարիա Գևորգյանը եւ միջև դասը սկսելը ցանկանում եմ ձեզ մի հարց տալ։ Արդյոք կարծում եք հնարավոր է սև խաղաքարերով 14 քայլում հաղթել կանանց միջազգային գրոսմաստերին։ Ես էլ էի մտածում, որ ոչ, սակայն ձեզ ցանկանում եմ ցույց տալ մի պարտիա կանանց Եվրոպայի անհատական առաջնությունից 2011 թվականին, որտեղ ես մրցում էի կանանց միջազգային գրոսմաստեր Շեպկովսկա-Հորովսկա Կարինայի դեմ սև խաղաքարերով, եւ ինչպես տեսնում եք, մեր գործակիցների մեջ կա մեծ տարբերություն, տարիքային մեծ տարբերություն, այսինքն ես մրցում էի ավելի փորձառու եւ այդ պահին ավելի ուժեղ շախմատիստու դեմ սև խաղաքարերով եւ պարտիան սկսվեց E4 քայլով։ E4 հետևեց E5, G3 եւ ես պլանավորել էի խաղալ ռուսական սկզբնախաղ Կարինայի դեմ։ G6 իհարկե այստեղ կա լայնածավալ ընտրություն, բայց հիմնական քայլը G5-ն է եւ G5-ից հետո հետևում է D6 առաջին հերթին հարվածելով G-ուն եւ երբ G-ն նահանջում է ետ, նոր հարվածում ենք զինվորին։ Կրկին սպիտակ ունի լայնածավալ ընտրություն, այստեղ կա G3 քայլ, կա D4 քայլ, նույնիսկ D3-ն է հնարավոր։ Թակուի երկուսն է թվում վտանգավոր քայլ, որովհետեւ կապիտակ է դրվում G-ն եւ չենք կարող նահանջել G-ով, որովհետեւ արքան կլինի հարվածի տակ, սակայն սևեր ունեն մեկ հնարավորություն փրկելու G-ուն, խաղում ենք թակուի E7, թակուին հայտնվում է հարվածի G-ու հարվածի եւ արքայի արանքում եւ D3 քայլից հետո G-ն պարզապես նահանջելու է G6։ Փոխանակերպվելու են թակուիները եւ ամենայն հավանականությամբ ստացվելու է հավասար դիրք, եթե ցանկանում եք կարող եք ինքներդ ստուգել այս սկզբնախաղը, շատ հետաքրքիր սկզբնախաղ է, վերջերս շատ խաղացվում է ուժեղ եւ մեծ մրցաշարերում, սակայն խաղի ժամանակ Կարինան որոշեց չվերցնել զինվորը E5 դաշտում, կա նույնիսկ D4 քայլ այստեղ, եւ նա ընտրեց խաղալ G3, բոլորիս շատ հայտնի 4 ձիերի սկզբնախաղը։ Հետևեց G6, 4 ձիերի սկզբնախաղ եւ փիղ B5։ Հիմնական քայլն է փիղ B5-ը, իմիջիայլոց կցանկանայի շատ արագ ցույց տալ, որ փիղ C4 քայլին համարվում է, որ այստեղ սևերը կարող են հարվածել G4 եւ իհարկե G4 քայլից հետո հետևելու է D5, հարվածի տակ առնելով փղին եւ G-ուն։ Փիղ F7 քայլն է թվում վտանգավոր, որովհետև արքա F7-ից հետո սևերը չեն կարող փոխատեղել այլևս, բայց G4 քայլից հետո պարզապես D5, սևերը կառավարում են կենտրոնը եւ G5-ից հետո հետևում է արքա G8, սպառնալով E4 եւ G-երից մեկը կկորցվի իհարկե D3 քայլից հետո պարզապես հաշվեց եւ սևերի դիրքը ավելի լավ է այս դիրքում։ Փիղ B5, փիղ B5-ին հիմնական քայլն է փիղ B4։ Սակայն ես ավելի ագրեսիվ տրամադրության մեջ էի խաղից առաջ եւ ընտրեցի խաղալ G-D4 տարբերակը։ Պարզապես E5 զինվորը մնում է հարվածի տակ, սակայն եթե սպիտակները հարվածեն E5 զինվորին, այստեղ սկսում է շատ հետաքրքիր եւ կրկին ագրեսիվ տարբերակ թակուի E7 հարվածի տակ վերցնելով G-ուն, եթե G-ն նահանջի օրինակ F3, ապա սևերը պարզապես կարող են հարվածել կենտրոնական զինվորը։ Սակայն սպիտակները կարող են նույնպես խաղալ ագրեսիվ F4, որից հետո կհետևի սևերը հարվածում են փղին, G-ն վերցնում է եւ D6, հարվածի տակ վերցնելով G-ն եւ միաժամանակ պաշտպանելով C7 զինվորը G7 հարվածներից։ G3 եւ թակուի E4։ Սպիտակները կարող են խաղալ արքա F2,
սպառնալով նավակ եմեք եւ կապիտակ վերցնելով թակուհին, այս դեպքում սևերը կկորցնեն թակուհուն, սակայն քայլը սևերինն է եւ ունենք ժամանակ փրկելու թակուհուն, հետեւում է G4 շախ։ Եվ եթե արքան հետ նահանջի, ապա փակվում է նավակի ճանապարհը դեպի եմեք, այդ իսկ պատճառով սպիտակները խաղում են այստեղ արքա G3, կրկին ցանկանալով խաղալ նավակ եմեք եւ հետեւում է թակուհի G6։ Փախչում ենք թակով նավակ եմեք հարվածից եւ օրինակի համար եթե սպիտակները փորձեն հարվածել G7 պատարակախ շախով արքային եւ հարվածի տակ վերցնելով նավակին, ապա կհետեւի արքա D8 հարվածի տակ է G-ն եւ ստացվում է այնպես, որ եթե սպիտակները հարվածեն G-ուն, ապա կհետեւի G3 բաց շախ եւ մյուս քայլով սպիտակները պարզապես կհարվածեն թակուհին։ Սպիտակները պարտավորված չեն հարվածել G7, կարող են խաղալ ուրիշ քայլեր, օրինակ թակուհի 2 շախ, սակայն պարզապես արքա D8 եւ կստացվի այսպիսի տարօրինակ սկզբնախաղ, հա, որտեղ սպիտակների արքան դուրս է եկել դեպի G3 դաշտ եւ սևերի արքան խաղացել է D8, որտեղ երկու կողմերն էլ զրկվել են փոխատեղվելու իրավունքից, սակայն խաղը դեռ շարունակվելու է, բարդ խաղ է սպասվում, սակայն այս ամենը տեղի չունեցավ։ G4 քայլից հետո սպիտակներ ունեն այլ ընտրություններ, օրինակ G4 եւ ստացվում է հավասար դիրք եւ կարող են պարզապես փախչել ետ տանջել փղով փիղ C4 կամ փիղ A4, որովհետեւ սպիտակները չեն ցանկանում կորցնել։ Չեն կորցնում, բայց փոխանակում են փիղը G-ու հետ եւ սպիտակները սովորաբար չեն ցանկանում։ Փիղ C4 քայլը նույնպես հնարավոր է, կրկին հետարքիր տարբերակներ են ստացվում, սակայն Կարինը խաղաց փիղ A4։ Եվ այստեղ փոխանակ պաշտպանելու E5 զինվորին ես ընտրեցի փիղ C5 տարբերակը, որտեղ զարգացնում ենք արքայի կողմը, ցանկանում ենք կատարել փոխատեղում եւ կրկին հարվածի տակ ենք թողնում E5 զինվորը։ G5 քայլից հետո կհետևի փոխատեղում եւ ամենայն հավանականությամբ հնարավոր է, որ կարող է ստացվել այն դիրքը, որը ստացվեց պարտիայի ժամանակ, Կարինան խաղաց փոխատեղում եւ հետևեց փոխատեղում։ Իհարկե սպիտակները կարող են պարզապես զարգանալ, օրինակ D3 քայլով, ուրիշ քայլեր են հնարավոր, սակայն Կարինան հարվածեց G5։ Ես գիտեի, որ իհարկե կենտրոնական դաշտում զինվորները չեն լինում թունավորված, բայց այս անգամ E5 զինվորը ստացվում է այնպես, որ թունավորված է, այսինքն չի կարելի հարվածել այս զինվորին։ G5 քայլից հետո հետևեց D6 եւ հարվածի տակ է G-ն, որտեղ նահանջել։ Օրինակ G3 քայլից հետո կհետևի փիղ G4, կապիտակ առնելով G-ուն, G-ն չի կարող շարժվել եւ որևէ քայլի դեպքում, օրինակ եթե սպիտակները խաղան D3, ապա կհետևի G3, շախի տակ է արքան եւ եթե զինվորը հարվածի, ապա փիղ H3, չնայած այն փաստին, որ սևերը զոհաբերել են զինվոր, սակայն կոմպենսացիան կայանում է նրանում, որ սպիտակների զինվորական համակարգը քանդված է, J գիծը ամբողջությամբ բաց է եւ օրինակ նավակ եմեք եւ հնարավոր է G5, ապա խաղի մեջ է մտնում թակուհին եւ սևերի բոլոր խաղաքարերը գտնվում են արքայի կողքին եւ շատ դժվար է լինելու փրկել արքային այս դիրքում, որովհետեւ կրկին արքայի G2 պաշտպանիչ զինվորը արդեն գտնվում է F3 դաշտում եւ արքան բաց է սևերի հարձակման համար։ Այդ իսկ պատճառով Կարինան չխաղաց G3 եւ հետևեց D3։ Հարվածի տակ է փիղը, իհարկե պասիվ փիղ B6-ը կթողնի սպիտակներին ավելի արագ զարգացնել խաղաքարերը եւ D3 քայլի վատ կողմը կայանում է նրանում, որ սպիտակները դեռ չեն զարգացրել փիղն ու նավակը, այսինքն փիղը զարգացնելու համար սպիտակները պարտավորված են խաղալ D3,
ինչ-որ պահի, որպեսզի փիղը կարողանա միանալ խաղին։ Սակայն այս պահին ավելի երկար է տևելու այս process-ը, որովհետև ձին պետք է շարժվի, այնուհետև խաղա D3 եւ փորձի խաղի մեջ մտցնել փղին։ D3 խաղից հետո, քայլից հետո հետևեց փիղ G4, հարվածի տակ վերցնելով թաքուհուն։ Ինչպես փրկել թաքուհուն այժմ։ Իհարկե D2 քայլը վատ քայլ է, որովհետև սպիտակները պարզապես կորցնում են խաղաքար եւ այնուհետև նույնիսկ հարվածելու ենք նավակին, այսինքն սևերը կլինեն նավակ ավել։ F3 քայլը ընդհատելով փղի հարվածը թաքուհուն թվում է թե պետք է որ լինի լավ քայլ, սակայն F3-ից հետո հետևում է F3 կրկնակի բաց շախ։ Եվ արքայի փախչելու դեպքում թվում է թե ձին հարվածի տակ է, սակայն նույնիսկ կարող է հետևել H2 կրկին բաց հարված թաքուհուն, այսինքն արքան չի կարող հարվածել ձիուն, եւ եթե թաքուին փախչի, ապա կհետևի F1 եւ սևերը ամենայն հավանականությամբ պետք է հաղթեն այս դիրքում, որովհետև ունեն մեծ մատերիալական առավելություն։ Մեկ այլ տարբերակը թաքուի E1-ն է եւ միակ քայլն է ամեն դեպքում թաքուի E1 խաղացվեց պարտիայում եւ այնպես է ստացվել, որ այժմ սպիտակների խաղաքարերը չունեն դաշտեր։ Իհարկե այս դիրքում ես պատրաստվել էի 1 տարի առաջ, երբ որ մասնակցում էի աշխարհի պատանեկան առաջնությանը, մեկ այլ հակառակորդի դեմ եւ այստեղ պատրաստությունը կայանում էր նրանում, որ սևերը ունեն շատ ուժեղ քայլ, ես կցանկանայի, որպեսզի դուք ինքներդ մտածեք մի քիչ կարող եք կանգնեցնել վիդեո հոլովակը, որպեսզի մտածեք թե ինչպես կարող են սևերը այստեղ հասնել առավելության եւ առավելության հասնող քայլը այստեղ խաղաքարի զոհաբերությունն է։ F3 շախ եւ հարվածի տակ է թաքուհին, սպիտակները չունեն մեծ ընտրություն, ստիպված են հարվածել ձիուն, փիղ F3։ Եվ սևերը զոհաբերում են պարզապես մեկ ամբողջ խաղաքար, բայց ինչ են ստանում դրա դիմաց, ստանում են այն, որ սպիտակների արքան չունի որևէ դաշտ, որովհետև փիղը ամբողջությամբ սահմանափակել է արքային, թաքուին չունի որևէ դաշտ, because փիղը կրկին սահմանափակել է թաքուհին, փիղը C5-ից կառավարում է E3 դաշտը, այն փաստը, որ արքան եւ թաքուին չունեն որևէ խաղադաշտ, նաեւ նավակը չունի որևէ խաղաքար, որովհետեւ գտնվում է թաքուի եւ արքայի արանքում, փիղը C1-ում դեռ չի զարգացվել, նամակը A1-ում դեռ չի կարողանում միանալ որևէ ձև խաղաքարին եւ փիղը A4-ում ստացվում է այնպես, որ շատ հեռու է արքայից, որպեսզի կարողանա գա փրկության։ Սևերի պլանը կայանում է նրանում, որ ցանկանում ենք պարզապես նահանջել ձիով որևէ դաշտ, H5, D7, չգիտեմ, E8, G4, D5, որից հետո կբացվի թաքուհու ճանապարհը դեպի G5 դաշտ։ Եվ սևերը ցանկանում են մատ հայտարարել, որովհետև ինչպես փրկել արքային այս դիրքում։ Սպիտակները Կարինան այստեղ օգտագործեց մոտավորապես 30-40 րոպե ժամանակից եւ խաղաց F4։ Իհարկե F4-ից հետո կարծում եմ կան այլ քայլեր, որոնք կհաղթեն այս դիրքում, սակայն ես ընտրեցի D5 քայլը։ Տեղադրելով ձին 3 խաղաքարի հարվածի տակ, ստացվում է այնպես, որ այս խաղաքարերից ոչ մեկը չի կարող հարվածել ձիուն։ Օրինակ, եթե սպիտակները վերցնեն ձիուն զինվորով, ապա կհետևի թաքուի G5 շախ, արքան չունի որ նահանջելու որևէ հնարավորություն եւ միակ G2 քայլից հետո կհետևի թաքուի G2 մատ։ Իհարկե ձին հարվածի տակ է 3 խաղաքարերի կողմից, սակայն որևէ մեկը չի կարող հարվածել նրան, սպառնում է թաքուի G5 ուժեղ քայլ եւ հետագա մատով։ Այստեղ կրկին Կարինան օգտագործեց շատ ժամանակ, խաղալով F2,
Իհարկե նա ցանկանում է թակույր J5 քայլից հետո, որը տեղի ունեցավ պարտիայի ժամանակ, հնարավորություն ունենալ կանգնեցնել շախը եւ խաղալ ձի J3, սակայն կրկին եւս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ չկա որևէ քայլ սպիտակների համար այս բան։ Հնարավոր է սպիտակները սպառնում են D4 քայլ մյուս քայլին, բայց այստեղ հետևում է ինչպես մատ հայտարարել եւ G4 սևերը պարզապես ցանկանում են խաղալ G3 եւ խաղադաշտի վրա կլինի մատ։ Ինչպես կանգնեցնել այս մատը, օրինակ եթե սպիտակները փորձեն խաղալ H3, հուսալով որ G3 քայլին կկարողանան արքան թաքցնել H2 դաշտում, որից հետո կրկին ամենայն հավանականությամբ սևերը կհայտարարեն մատ, բայց H3-ին կհետևի թակուի J3։ Եվ զինվորը չի կարող հարվածել թակուն, որովհետև այն արդեն գտնվում է կապի տակ եւ խաղադաշտին կլինի մատ։ Սպիտակները չգիտեին այլևս ինչ անել, իհարկե G3 մատը թվում է թե անհնար է կանխել։ Վերջին հնարավորությամբ սպիտակները խաղացին փիղ D7, կառավարելով H3 դաշտը եւ այստեղ սևերին մնում է անել միայն մեկ բան, կտրել փիղ D7-ի կապը H3 դաշտի նկատմամբ, հետևեց F5 եւ սպիտակները այլևս չեն կառավարում H3 դաշտը եւ այս դիրքում սպիտակները հանձնվեցին եւ սևերը հաղթեցին պարտիան, այսինքն Կարինան հանձնվեց եւ ես հաղթեցի պարտիան։ Օրինակի համար ինչ կստացվեր, եթե փիղ F5, ես պլանավորում էի պարզապես հարվածել նավակ F5 եւ կրկին H3 մատը կլինի անխուսափելի։ Այսպես ընթացավ պարտիան եւ կրկին 14 քայլում հնարավոր է հաղթել կանանց միջազգային գրոսմաստերին, իհարկե ոչ բոլոր պարտիաներում, սակայն հնարավոր է։ Ինչ տեղի ունեցավ այս պարտիայում, տեղի ունեցավ այն, որ սպիտակները թերագնահատեցին սևերի խաղը եւ վերցրեցին D5 զինվորը այս դիրքում։ Ամենայն հավանականությամբ Կարինան պարզապես չէր նախատեսել F3 քայլը, որովհետև առաջին հայացքից այն չի նայվում եւ սևերը ինչու պետք է զոհաբերեն պարզապես մեկ խաղաքար, բայց ստացվում է այնպես, որ մեկ խաղաքարի նկատմամբ սպիտակները գտնվում են զուգզվանգում, այսինքն չունեն որևէ քայլ։ Բոլոր խաղաքարերը սահմանափակված են F3 այս դիրքում սպիտակները ուղղակի չունեն որևէ քայլ։ Սևերի սպառնալիքը շատ հեշտ է, տանել G-ուն որևէ դաշտ, որից հետո կսպառնանք թակուի J5։ Երևի թե այսքանը եւ ցանկանում եմ հաջողություն մաղթել բոլոր մասնակիցներին ձեր մրցաշարում։ Հուսամ պարտիան հետաքրքիր էր եւ եւս մեկ անգամ ձեզ հետ էր կանանց միջազգային գրոսմաստեր Մարիա Գևորգյանը։ Հաջողություն։